Մայքո կարծիքավորն է երջանկությունը։ Դժվար հարց տալ մայրեմ ջան։ Ինչի։ Լավ փորձեմ պատասխանել։ Երբ որ մենք միասին ընտանիք կազմենք, երեխեք ունենանք։ Աղջիկ չէ։ Չէ, տղա։ Ոնց։ Որ երկուսն էլ աղջիկ լինեն։ Դե լավ կներ որ գոնե մեկը տղա լիներ։ Բայց ինչի հետ տղա։ Չի։ Դե տենց եմ ուզում։ Լավ կլինի։ Տունը կսպասեք ինձ, ես գործս կգամ։ Միասին հաց կուտենք։ Ոնց։ Այդ ես չեմ աշխատելու։ Դե ես իմ ընտանիքին ամեն ինչով կապահովեմ։ Էլ քո աշխատանքի կարիքը չի լինի։ Բայց mən ինչ եմ սովորում։ Դե սովորել միշտ էլ պետք է։ Աշխատելն էլ է պետք ունենք։ Բայրեղքին ով դեմեցածն։ Մեր մամաները մեզ կօգնեն։ Չէ, ես չեմ գտնում ճիշտ է որ տատիները երեխեքին մեծացնեն։ Չեն մեծացնի, ընդամենը կօգնեն ասում եմ։ Դե չեմ ուզում որ աշխատես։ Իր հոպ սպասի, ուրեմն ես պետք է ամբողջ օրը տունը նստեմ, երեխեքին նայեմ, քեզ սպասեմ, դու էլ գնաս ֆրֆրաս, հա։ Այդ դու ասցիր, ես չասցի։ Դու երեք քեզ շատ սխալ պահեցիր։ Ոչ մի բաններ սխալ չեմ պահել, հա։ Այ կնիկ աշկերտ բաց հա մի հատ։ Չես տենում այդ թուղթը ստից սարքած թուղթ էր։ Ոնց կարա պապան իր հարազատ աղջկան թողած օտարին թողի ամեն ինչ։ Որտեղ պապան գիտեր, որ քո գլխում սկվազնյակ է, ու մի տարվա մեջ այդ սաղ փողերը վարի կտայր։ Ինքնա քեզ ասել։ Կարոն Ջորջին հավատում էր ու վստահում։ Դա է պատճառը։ Փաստորեն դուրս եկավ։ Ես եմ ստեղի խորթը, Ջորջը հարազատը։ Էնջի ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում։ Ստեղ հարազատի խորհրդի հարց չկա։ Բա ի՞նչ է։ Պապան էլ չկա։ Ես քեզ պետք է հորպես տիրություն անեմ սրանց հետո։ Ոնց որ պապան կանի։ Ապրես բալես։ Ամոթ չլինի հարցնելը։ Ջորջ, ինչ ես սենց բարի դարձել։ Վախենում ես դատի տամ քեզ։ Էնջի, ես պարտավոր եմ այդ անելու, որտեվ այդ Կարոյի կամքն է։ Որտեվ անկախ ամեն ինչից Կարոն ինձ իր տղու պես սիրել է։ Կարո ջան, ինչ սիրտ ունեիր դու, ինչ սիրտ։ Ինձ հեքիաթներ մի պատմեք, հա։ Ես մեկ ապտի պարզեմ, թե ինչ է կատարվում ստեղ։ Ես պապայի իսկական կտակումն եմ, ուղղակի ինձ նորմալ լոյարա պետք։ Աղջիկ ջան, ես ինչու ես խոսում, հասկանում ես ինչ ես խոսում։ Սուս մամ, սուս թող խոսա։ Հոգնել եմ արդեն այս անկապ խոսակցություններից։ Ես Էնջի ինչ ուզում ես արա։ Միակ բարի բանը որ քո մար կարամ անեմ, այդ լավ խորհուրդ տամ։ Ասա լսեմ։ Վերադարձի ընտանիք աղջիկ ջան։ Վերադարձի հարգի մորդ, հարգի ինձ ու յանտու այդ անասունից։ Ես քո մար ինչ բիզնես ուզես կբացեմ, ոնց ուզես կանեմ։ Ամեն տնից կհելնես վերջապես։ Իմ փողերով ինձ ես ուզում առնես, եղբայրս։ Իմ համբերությունն ես ամոներ ունի գիտես, չէ։ Ջորջ, հայրդ խոսքով էր հասկացնում։ Պապան էլ չկա։ Հիմա ես եմ իրա պապան։ Ու թո բարի լինի հարմարվի դրա հետ։ Պապա թե ինձ կանչե։ Ինչ էր ասում։ Գործ էր արճակում։ Համաձայնվեցիր։ Չէ, մերժեցի։ Չգիտեմ պապատ ինչ գործ էր անում, չգիտեմ իրան կարող օգնեմ թե չէ։ Ճիշտ ասած, ես էլ չգիտեմ պապան ինչ գործ անում, բայց կարևորը շատ փող աշխատում։ Ընտանիքն էլ ուզածի պես պահում է։ Լավ, մի հատ է դու խոսա Շահենի հետ։ Անպայման կխոսամ։ Գրեգ, բայց դու ինչ ես գտել Էնջի մեջ։ Ինչու՞մ է ինքն դրանց լավը։ Ես այս բան չեմ ասա։ Հիմա Կարոն չկա, Ջորջը քեզ օր ու արև չի տա։ Ինքն է տան բոսը։ Լսի, եթե Ջորջը շատ համահանի, ես գիտեմ ինչ եմ անելու։ Բայց դու դրա մասին մի մտածի հիմա, դու աշխատի Շահենի հետ խոսաս մի հատ։ Okay babe, այդ թող ին վրա։ Bye.
Դու մի քիչ քեզ շատ չերևակայեցիր, Ջորջ։ Հերիքա Էնջի, ձենդ կտրի, հա? Խվացիդ։ Ջորջը ճիշտ է ասում։ Ինքը հիմա համ պապա է, համ աղբեր։ Ինչ ես իզուր ստից բաներ խոսում։ Դու ինքնասիրություն չունես, այ կնիկ, հա? Հələ մի հատ դեմդ լավ նայի։ Անոյի տղեն է նստած։ Ու այսքանից դու հələ իրան պաշտպանում ես։ Անասին է էսի լրիվ։ Սրա մեջից լրիվ մարդկությունը կորել է։ Քրոջը դասացի մեջ ճշմարտություն կա, Ջորջ։ Այ Էրիկա, էլ ինգնես աղջկա ազդեցությունների տակ։ Ես չեմ ընկնում։ Բայց չեմ էլ կարա հաշտվեմ այդ մտքի հետ, որ քո կյանքում անո կա։ Մամ, ես էլ երեխա չեմ, որ քո ասածով անեմ ամեն ինչ։ Համե հիշում ես, չէ՞ որ մի անգամ արդեն սխալվել ես, որ ասիր կամ ես կամ անոն։ Ջորջ, անոն իմ տունը քանդեց։ Դու ուզում ես ես իրան ընդունեմ։ Ես էլ չեմ ասում, Բելկին, ես ուրիշ բան եմ ուզում։ Ինչ ես ուզում։ Ուզում եմ ասեմ, որ աղջկադ վրա հույս չդնես, որտեվ ինքը քեզ պահողը չի, դու իմ հետ ես ապրելու։ Ես չեմ կարող Էնջին թողնեմ, Ջորջ։ Բայց ես քեզ չասի, որ Էնջին թողես։ Ինչ ես ուզում անես։ Հələ որ չգիտեմ, մամ, մտածում եմ։ Ես օր ու գիշեր եմ մտածում։ Պապատ ատամներով էր պահում ընտանիքը։ Մա լավ իշի։ Քանի ես սաղ եմ, մեր ընտանիքը չի կարա քանդվի։ Ալո, Գրեգ, մենք դիշտապ հանդիպենք։ ինչ ա եղել։ Գրեգ, ամեն ինչ թարս է գնում։ Բայց ինչի ամեն ինչ վատ գնում։ Ջորջը նենց քայլեր է անում, եթե մենք հիմա դրա դեմը չառնենք, հետո կարող շատ ուշ լինի արդեն։ Դու ո՞րտեղից ես զանգում հիմա։ Տնից Գրեգ, բայց մարդ չկա կողքս։ Okay է։ Էնջի ամեն ինչ պիտի զգուշ անես։ Բեբ, ես այդքանը հասկանում եմ։ Դու մի հատ ինձ ասա երբ ենք հանդիպելու։ Եղավ, դե արի հանդիպենք մեր տեղը մի քիչ հետո։ Okay, դուրս եմ գալիս դե հիմա։ Okay, bye։ Մագդա ջան, Գրեգին տուն է բերել, հետ ուր էր փախել։ Ետ ինչ արտահայտությունը, ինչի պետք է փախնեի։ Ո՞ր էր։ Դեռ էի գնացել գործով։ Մի քիչ սպասեիք, ինձ էլ կտեսնեիք։ Ես ինչ իմանամ դու երբ ես գալու։ Մայք, բա ես ինչ իմանամ, դու երբ ես գալու Գրեգի հետ տուն, որ նստեմ ձեզ սպասեմ։ Լավ, հա։ Ասա տեսնեմ հաջորդ անգամ երբ ես բերելու Գրեգին։ Չիմանամ, կերևա։ Մերը դեռ չտեսավ իրան, տունը չէր։ Չես հարցնում որ։ Դե հարցնում եմ։ Մեկն ու մեկը դիմավոր էր, հյուրասիրեր այդ տղային։ Դե մաման Գրեգին միշտ է հավանալ է։ Հա։ Դե լավ, լավ։ Լեզվից ծերին մի բան կա Մագդա, չես ում ասես։ Բայց այդ երբ ա եղել, որ ես քեզ խափեմ, մի բանը պահեմ քեզանից, հա։ Համեր ես չեմ հասկանում, այդ Գրեգն ով դառավ է, դրա համար դու ինձ հետ կռիվ ես անում։ Խոսքդ կտուրը մի քիչ Մագդա, դու էլի այդ չես ում խոսաս։ Ուզում եմ, երբ որ հարմար լինի, ինձ հարմար լինի։ Գրեգ կբերես մեր տուն, օքեյ։ Կտրվի ձեր օքեյը, վերջը հայերեն չսովորեցիք։ Մի հատ հանգստացի, մի հատ նորմալ պատմի ինչ ա եղել։ Հեչ, ինչ պետք է լինի։ Ջորջը ինչ որ կեղծ թուղթ է սարքել, որ իբր papan ամեն ինչ իրան է թողել։ Այդ ինչ գիտես կեղծավոր։ Papan չէր կարող այդ լակոտին ճոխ սեղան թողեր, ինձ էլ ինչ որ ավելցուկներ։ Ես եմ իր հալալ երեխեն, ոչ թե էդի։ Կոմոդի թղթը ցույց տվեր իրան։ Մի թեթև ակնարկեցի փաստաբանին, որ իսկական կտակ գոյություն ունի։ Ջորջին բայց կոպիներն եմ տվել։ Ես չասեցի ոչ մեկին բան չասես։ Գրեգ, թող իմանամ, որ ես հարիվ չեմ, իսկական թուղթ ունեմ։ Ամեն ինչ պիտի վախենամ։ Որտեղ ժամանակից շուտ քարտերը պետք չի բացել։ Հույսով եմ, որ օրիգինալ թուղթը չի տեսել։ Ես իրան կոպիներն եմ մենակ տվել։ Բայց ինչի՞ ես ինքնագլուխ բաներ անում, չեմ հասկանում։
Քեզ ով էր խնդրել Ջորջի ձերը թուղթ տաս։ Գրեգ, ես վախենալու բան չունեմ։ Ինչ որ papan գրել է, այն էլ տվել եմ։ Լավ, դու չխառնում ես, հա։ Ես կմտածեմ։ Ես չեմ հասկանում, Գրեգ, ինչի ես այդքան զգուշանում, որ պետք կլինի ես իրան կարամ դատեր տամ։ Էնջի, ինչ դատ, ինչի մասին ես խոսում։ Լսի, եթե առանց ինձ ասելու մի բան այլ ես, ես ես գործից հրաժարվեմ։ Եղավ։ Okay, լավ, Գրեգ, մի ջղայնացի։ Sorry, էլ ոչ իման չեմ ասի։ Քեզանից բացի մեկը կա, որին դու սիրում ես, Ջորջ։ Բա ոնց կարա չլինի։ Դու Մի ցինիկացի, Ջորջ, ես լուրջ եմ խոսում։ Washington։ Ես ուզում եմ, որ դու երթվես այդ մարդու անունով, որ քո ու Արպիկի միջև ոչ մի բան չի եղել։ Օրսար մաքուր եմ։ Ջորջ, Ես մաքուր եմ եղել։ ես կասկածում եմ քո մաքրության վրա։ Դու այն պտուղը չես։ Նույն բանը ես քեզ կարամ ասեմ։ Այս չի։ Բայց մենք քո մասին ենք խոսում։ Ես չեմ մտածում, որ դու կյանքում թույլ կինես։ Բայց Սերգեյչի սպանության օրը դու ռեստորանում մեկի հետ ես եղել։ Ով քեզ համարում է թույլ մարդ, դու օգտվում է այդ թույլությունից հետ։ Իսկ ինչի՞ է քեզ հուզում, Ջորջ, թե ես ում հետ եմ դուրս գալիս։ Գիտես ինչ, եթե սովորական մեկի հետ դուրս գայր, ոնց որ դու ես ասում, ինձ չէր ուզի։ Բայց հիմա շատ հավանական է, որ Սերգեյչի սպանությունը ջարդեն քո վրա։ Ես իմ հարցերը կարող եմ լուծել։ Դու մի խառնու իրար։ Չեմ ուզում, որ Մայքը սրա մասին իմանա։ Մեղ կհանգերես։ Ոչ սիրած աղջկան ես հավանում, ոչ էլ թողում ես հանգիստ ապրել։ Դու, Ջորջ, երբեք Մայքի մասին չես մտածել։ Ինչի՞ է հիմա այդ հարցերը քեզ այդքան տանջում։ Ինչ ասեմ։ Դու գիտես։ Ինչքան է մեր հարաբերությունները լավ կամ վատ ա եղել։ Ես քո մասին մտածում եմ։ Կյանքը չես իմանում։ Իհարկե։ Կապրեն կտեսնենք, Ջորջ։ Ալո։ Բարև Մայք։ Բարև, ով է։ Այդ արդեն ձայնս չես ճանաչում։ Ջորջի մաման է։ Կներես բելատոտա չճանաչեցի։ Թե չես ուզում ճանաչես։ Չես տենց ասում։ Լավ, մոռացի։ Եթե մեքենա ես քշում, կանգնի նոր խոսա։ Ինչի։ Դե մի քիչ տհաճ բան եմ ասելու քեզ։